Ադրբեջանի ՊՆ-ի ապրիլի 9-ի հաղորդագրությունը, թե հայկական կողմից իբր կրակոցներ են եղել, բացառություն չէր։ ՀՀ-ՊՆ-ն հերթական անգամ հերքել է Բաքվի հաղորդագրությունը, թե իբր ՀՀ-ԶՈւ ստորաբաժանումները ժամը 19:25-ից մինչև 19:35 կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15 պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Դրանք կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի համար։ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոն Լամբերտը հայտարարել է, որ ԱԶԲ-ն այս տարի կկենտրոնանա Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանաշինության ծրագրի վրա։ Ծրագիրը գնահատվում է $500 միլիոն։ Հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխել են փոշում մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացել են այսպես կոչված ցեխային անձրևներ։ Այսօրվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերին լեռնային շրջաններում ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով։ Ուկրաինայի զինված ուժերը տարածել են տեսանյութ, թե ինչպես են ճեղքել ռուսական պաշտպանական գիծը Բելգորոդի մարզում։ Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ուկրաինական տանկերը անցնում ռուսական ամրությունները ականապատ դաշտի հակատանկային խրամի հողի ամբարտակի միջով բացված անցումով։ Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզում գտնվող Ժուրավկա բնակավայրը։ Ավելի վաղ նույն շրջանում ռուսական զորքերը գրավել էին Բասովկա և Նովենկոյե գյուղերը։ Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են գրեթե 6 ժամ։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների դեսպանատների աշխատանքի կարգավորումը։ Ավարտին կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն արել։ ԱՄՆ-ն 3 ամսով իջեցրել է մաքսային դրույքաչափը մինչև 10% բոլորի համար, բացառությամբ Չինաստանի, հայտարարել է Թրամփը Truth Social-ում։ Վաշինգտոն-Պեկին մաքսատուրքերի մրցավազքում չինական ապրանքների մաքսատուրքերը Թրամփը բարձրացրեց նախ մինչև 124, ապա 125%-ի։ Պեկինն էլ հայտարարեց, որ չի նահանջի։ Ադրբեջանում տեղի է ունեցել Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների հանդիպում։ Թուրքիայի ՊՆ-ից տեղեկացրել են, որ Թուրքիայի և Իսրայելի պաշտոնյաների Ադրբեջանում անցկացրած բանակցությունների օրակարգում լարվածությունը նվազեցնելու մեխանիզմներն էին։ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունները վերջին շրջանում սրվել էին Սիրիայում նրանց շահերի բախման առիթով։ Դոնալդ Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորական նամակ է հղել Ալիևին, գնահատել Ադրբեջանի աջակցությունն Իսրայելին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։